այսպես շանտիու եթերը շարունակում է տեսանկյուն հաղորդաշարը եւ այսպես առողջապահության համընդհանուր պարտադիր ապահովագրությունից ենք նորից զրուցելու, քանի որ արդեն նախատեսված է, որ հաջորդ տարի շահառուների թիվն ավելանալու է։ Դերևս սա սոցիալական ամենամեծ ծրագիրն է, որ իրականացվում է եւ սա բերեց բերի թեթևացման բուժառուների, բայց ամենայն դեպս բերեց աշխատանքի ծանրաբեռնվածության բուժասնակազմի ոլորտում։ Արդյոք դրանից չի տուժում բժշկի աշխատանքը։ Եվ այսպես, տեսանկյան հյուրերն են Գյումրի բժշկական կենտրոնի պետական առողջապահական ծրագրերի համակարգման բաժնի պետ Նարինե Նավասարդյանը եւ Գյումրի բժշկական կենտրոնի թերապիայի բաժանմունքի վարիչ Լիլիթ Սարգսյանը։ Շնորհակալ եմ մեր հրավերը չմերժելու համար եւ այսպես սկսենք նախ ծավալներից, ինչի համար, որովհետեւ Գյումրի բժշկական կենտրոնը ըստ էության ամբողջ մարզում կարելի ասել այն մեծ բուժհաստատություն է, որտեղ դիմում են ամբողջ մարզից եւ գումարած դրան նաեւ Լոռու մարզից, ճիշտ եմ, չէ՞ հասկանում։ Մի քիչ ծավալներից խոսենք, ըստ էության ապահովագրական ծրագրի եռամսյակն արդեն ամփոփված է։ Եռամսյակի ընթացքում բավականին մեծ ծավալի հիվանդներ են ընդունել եւ ամբուլատոր եւ ստացիոնար բուժման համար։ Բավականին մեծ քանակով կատարվել են վիրահատական միջամտություններ այդ թվում, որի նպաստել է համընդհանուր ապահովագրության ներդրումը։ Եռամսյակում կատարվել է 1 միլիարդի 1 միլիարդի վիրահատություն է դա։ 1 միլիարդի ամբողջ կատարողական։ Ամբողջ կատարողականին արդեն մենք այս տարի կատարել ենք։ Ահա, Նարինե, եթե համեմատենք պետպատվերի շրջանակների հետ, սա շատ մեծ ծավալ է, եթե կշեռքի նժարին ենք դնում, ինչքանով է ավելացել այս աշխատանքի ծավալը եւ ֆինանսավորման ծավալը։ Ֆինանսավորման ծավալը, թե բնականաբար, եթե անցյալ տարվա ամբողջ ծավալը տարեկան եղել է մոտ 3 միլիարդ, 3 ամսում մենք արդեն 1 միլիարդի կատարողական ենք ներկայացրել։ Բարձր է, հասկանալի է։ Թերապիայի բաժանմունքը Տիկին Սարգսյան, ինչքանով հասկանում եմ, ամենածանրաբեռնվածն է, ինչի եմ դա ասում, որովհետև հաշվի ենք առնում, որ մեր թերապևտիկ բաժանմունքը Գյումրի կենտրոնի բազմապրոֆիլ է։ Այս դեպքում օրական քանի բուժառու եք սպասարկում եւ հիմնականում 65 եւ ավելի տարիքի մարդիկ են, չէ՞, ավելի այսպես ասեմ, որոնց արխային դիմում եւ վստահաբար, որ պետությունը իրենց համար վճարում է։ Ծավալները ոչ միայն թերապևտիկ բաժանմունքը, երևի բոլոր բաժանմունքներն են ծանրաբեռնված աշխատում եւ բոլորի աշխատանքային ծավալն է ավելացել։ Իհարկե, եթե այսպես ընդհանուր ամփոփենք ապահովագրության ներդրումը, կասեմ, որ բնակչության մի ստվար զանգված, հատկապես 65 պլյուս ավել տարիքի պացիենտների համար այդ ստվար զանգվածը հնարավորություն եւ առավելություն է ստացել անվճար բուժօգնություն ստանալ։ Նախկինում մի փոքր համեմատական անեմ, եթե հատկապես ուզում եմ շեշտադրել 65 եւ ավել տարիքի անձանց, ովքեր կենսաթոշակառու տարիքի պացիենտներն էին մեր, մի փոքր եթե համեմատական անեմ, եթե նախկինում նրանք դիմում էին եւ չունեին պետության կողմից սահմանված որևիցե արտոնություն, խոսքը հաշմանդամության խումբ, ֆունկցիոնալության որևիցե աստիճան, զինվորական կամ ոստիկանության ինչ-որ աշխատակի զավակներ, սոցիալապահովության միավոր։ Բնականաբար այդ խումբը, եթե չուներ այդ սահմանված արտոնությունը, օգտվում էր բժշկական ծառայությունից հատկապես հիվանդանոցային վճարովի սկզբունքով։ Իսկ դա հսկայական ֆինանսական բեռ էր եւ կենսաթոշակառուի եւ ընտանիքի անդամների համար։ Իհարկե սա բերում էր իր հետևանքները, որ պացիենտները խուսափում էին դիմել առաջի հերթին։ Խուսափում էին հիվանդանոցային բուժօգնությունից, վճարովի բուժծառայության պայմանագիր կնքելով ֆինանսական բեռ էր դա նրանց համար։ Իհարկե մեծ բեռեր եւ ֆինանսական այսպես դժվարամատչելի հետազոտություններ անցնելը այդ խմբի համար։ Իսկ համեմատականս այն է, որ հունվարից հետո բոլոր այդ մտավախությունները չկան այդ տարիքային խմբում եւ նրանք դիմում են ավելի ժամանակին, դիմում են ավելի ռիսկով, այսպես ասած, ոնց դուք ներկայացրեցիք, եւ իհարկե դրանից մեր աշխատանքային ծավալը մեծանում է։ Եթե համեմատենք, անդրադառնանք մեր թերապևտիկ բաժանմունքին,
Այո, դուք ճիշտ եք, նա բազմապրոֆիլ բաժանմունք է մեր բաժանմունքը, որ ներառում է թերապևտիկ բազմաթիվ պրոֆիլներ, ռևմատոլոգիական, գաստրոենտերոլոգիական, էնդոկրինոլոգիական, թոքաբանական, ալերգոլոգիական, ինչու՞ չէ նաև արյունաբանական հիվանդներն են, Շիրակի մարզում ստիպված մեր բաժանմունքում բուժում ստանում, քանի որ արյունաբանական այսպես առանձին ծառայություն եւ բաժանմունք չունենք, այսինքն մենք շատ բազմապրոֆիլ ենք եւ չենք սպասարկում միայն առանձնացված է մեզանից նյարդաբանական եւ սրտաբանական բաժանմունքը, ովքեր նեղ մասնագիտական ծառայություն են մատուցում։ Եվ բնականաբար այս երամսյակի վերլուծությունը ցույց է տալիս, որ մենք գրեթե կրկնակի հիվանդների հոսք ենք ունեցել նախորդ տարվա համեմատ։ Բաժանմունքում ծանրաբեռնվածության ես չեմ ասի 30-ից 40%-ը 65-ից ավելի տարիքի պացիենտներն են։ Այո, այն պրոֆիլները, որոնք նշեցիք, ես շարունակ մտքումս վերլուծում եմ, որ իհարկե այդ նշածների ցանկում իսկապես այդ խնդիրները հիմնականում տարիքային առանձնահատկություն ունեցող տարիքային առանձնահատկությունը այդ խմբում շատ են դիաբետիկները, շատ են թոքային պաթոլոգիայով հիվանդները, շատ են սրտային անբավարարությամբ հիվանդները եւ եթե առանձին այսպես չթվեմ, շատ են համակցված պաթոլոգիայով հիվանդները, ովքեր եւ հիպերտոնիա ունեն եւ դիաբետ ունեն եւ սրտի իշեմիկ հիվանդություն ունեն, ռևմատիկ խնդիրներ ունեն, արդեն հոդային խնդիրներ ունեն։ Եվ իհարկե նրանք, ովքեր առավելություն չունեն, միշտ խուսափում էին ստացիոնար բուժում ժամանակին դիմելուց։ Իսկ դա բերում էր միշտ իր վատ հետևանքների, քանի որ չդիմելը, չհետազոտվելը, ժամանակին բուժում չստանալը բերում էր բարդությունների զարգացման եւ ի վերջո դիմում էին այն ժամանակ, երբ արդեն բավականին ուշ է, բարդացած դեպքեր էին ընդունում։ Իսկ այսպես ասեմ, հենց երբ ներդրվեց այս համակարգը առողջապահության ապահովագրության սկզբնական շրջանում, հիմա իհարկե վստահ եմ, որ նորից դժգոհություններ կան, ավելի շատ էր դժգոհությունը, որովհետև բուժ անձնակազմը ծանրաբեռնված էր եւ ծանրաբեռնվածությանը համարժեք չէր բարձրադրվում։ Ինչպես է լուծվել այդ խնդիրը, Տիկին Նավասարդյան։ Տեսեք, մեր մոտ ինչպիսի հաշվարկներ գոյություն ունեն, փոխհատուցում է, հավելյալ բարձրացություն է, ինչ ենք դնում դրա անունը։ Ի տարբերություն պոլիկլինիկաների, որտեղ սպասարկումը ազգաբնակչության թվից է կախված, մեր մոտ սպասարկվող բժշկական կենտրոն դիմաց հիվանդների, բուժված հիվանդների քանակով են սպասարկվում եւ վարձատրվում։ Վարձատրությունը մեր մոտ չի նվազել 3 ամսվա ընթացքում։ Անգամ ունենք բարձրացում աշխատավարձերի, բնականաբար, որովհետև շատ հիվանդներ ենք սպասարկել։ Նվազեցում մեր մոտ չի եղել։ Հավանաբար այդ խնդիրը ավելի շատ պոլիկլինիկաներին էր վերաբերվում, այո, բայց ոնց որ թե այդ հարցն է, ինչ կանոչ գիտեմ, ոնց որ ստացվում է այնտեղ էլ է լուծում ստացել։ Ծրագրային, ֆինանսական ինչ-որ հարցերը փաստորեն ըստ էության դուք եք համակարգում։ Կան այնպիսի վիրահատություններ, որոնք պետպատվերի շրջանում, երբ պետպատվերով էին դրանք ավելի էժան էին, քան հիմա, որ ապահովագրությունով են ներդրված։ Բավականին վիրահատությունների գումարներ վերանայվել են եւ բարձրացել են։ Դրա հաշվին նաեւ բնականաբար եւ կատարողականն է աճում եւ վարձատրությունն է բարձրանում։ Այսինքն, եթե վիրահատության արժեքը փոխվում է, վիրահատության բարձր արժեքով, երբ հիվանդանոցը վճարվում է, դա գնում է հիվանդանոցին, այլ ոչ բուժանձնակազմին, ինչպես է լինում հաշվարկը բժշկի եւ միջին բուժ պերսոնալի։ Ամեն հիվանդանոց ունի իր վճարման սկզբունքը, տոկոսային հարաբերությունն է, որը պահպանվում է մինչ օրս մեր մոտ, ինչպես ներդրված էր, մինչև ներդնելը այս համընդհանուր ապահովագրությունը, նույն սկզբունքով վարձատրվում է, դրա համար էլ ոչ մի փոփոխություն ստեղ չի եղել։ Այսինքն նվազում չէր կարող լինել, որովհետև վարձատրվում են նույն տոկոսադրույքներով։ Իսկ ինչպիսին են կարգավորումները վճարման, երբ են վճարվում ապահովագրության դիմաց։ Երամսյակային է դա լինում, ամեն ամիս, հաջորդ ամիսը փակվում է, հաջորդող ամսվա սկզբում մինչև 15-ը վճարումը պետք է լինի պետության կողմից, փոխհատուցումը, այսպես ասած։ Ճիշտ է, որ որքան շատ բուժառուի սպասարկես, այդքան շատ կվարձատրվես։ Բնականաբար։ Եթե շարունակեմ Բժշկուհի Նավասարդյանի միտքը,
կասեմ, որ նվազման միտում ոչ մեկի աշխատավարձի հետ չի եղել, չերել կարող Ինչ տոկոսով է բարձրացել, օրինակ դուք չերել կարող լինել, մի փոքր օրինակ բերեմ, եթե նախկինում պացիենտները դարձյալ այդ մտավախությունը ունեին, որ նեղ մասնագիտական կոնսուլտացիաների խորհրդատվությունների գալու են եւ դրա դիմաց վճարելու են։ Այո, ես լսել եմ, որ խորհրդատվությունը վճարովի է։ Այո, եթե բնակիչը, պացիենտը բուժառում չի ուզում տեղամասային պոլիկլինիկայում սպասարկվել, նրա որոշումն է խորհրդատվություն անցնել Գյումրի բժշկական կենտրոնում, ապա նա ուրեմն պատրաստ է դրա համար վճարել եւ դա կատարվում է վճարովի սկզբունքով։ Մի ճշտում, այսինքն եթե հիվանդանոց է գալիս առանց պոլիկլինիկայում ուղեգրման եւ առանց չի ցանկանում, այսինքն այդ խորհրդատվությունը հիվանդանոցում վճարու է անգամ եթե ինքը ապահովագրության շահառու է։ Չէ, այդ տարբերությունն է ուզում ասել։ Եթե նախկինում դա լիովին վճարովի էր պացիենտի համար, այժմ եթե բուժառուն ներգրաված է համընդհանուր ապահովագրության համակարգում, բնականաբար նա հնարավորություն է ձեռք բերել դիմել պոլիկլինիկա եւ ուղեգրվել տվյալ նեղ մասնագետի խորհրդատվության։ Համընդհանուր ապահովագրությունը փոխհատուցում է նեղ մասնագիտական խորհրդատվությունը։ Իհարկե այլ խնդիր էր, որ դա բժիշկների մեծ ծանրաբեռնվածություն առաջացրեց եւ պացիենտների մեծ հոսք, եւ քանի որ նաեւ մեր ադմինիստրացիայի կողմից ինչպես բազմաթիվ հիվանդանոցներում մերում նույնպես սահմանվեց համավճարի սկզբունք, այսինքն պացիենտների համար ավելի մատչելի դարձավ այդ խորհրդատվությունը, մի մասը իրենք են վճարում համավճարը, մի մասը համընդհանուր ապահովագրությունը։ Իսկ եթե հոսքը պացիենտների տվյալ մասնագետի մոտ շատանում է, տրամաբանական է, որ աշխատավարձի նվազում չի կարող լինել։ Այսինքն, Տիկին Նավասարդյան, եթե մենք քաղաքում բնակիչներից լսենք, որ Գյումրի բժշկական կենտրոնում խորհրդատվության համար գումար են վերցնում, սրանում ոչ մի օրինախախտում չեք անում։ Ինչպես է դա լինում, համավճարը ինչ չափով է վճարի, նա տեսեք, պետությունը ինչքան է տալիս, քաղաքացին ինչքան։ Եթե քաղաքացին ուղղորդվում է ուղեգրով, ներկայանում է խորհրդատվության, նեղ մասնագետի խորհրդատվության ընտանեկան բժշկի կողմից, ուրեմն այդ ուղեգրի արկայության դեպքում 6000 վճարում է պետությունը, 6000 վճարում է քաղաքացին։ Այլապես պետք է վճարեր ամբողջովին իրեն կողմից։ Իսկ այս նման դեպքում, եթե այցելի իր ընտանեկան բժշկի եւ իրեն կողմից ուղղորդվի, արդեն դառնում է համավճարային սկզբունք։ Դա օրինական ընդունված տարբերակ է։ Այլ խնդիր է, եթե պացիենտը չի ուզում դիմել տեղամասային պոլիկլինիկա, չի ուզում ուղեգրվել, ինչ-ինչ պատճառներով։ Հերթերից է ուզում խուսափել, ժամանակն է կամ ֆինանսական խնդիր չկա, դիմում է առանց ուղեգրման, բնականաբար այդ դեպքում լիարժեք բժշկի կոնսուլտացիան խորհրդատվությունը վճարում է հենց պացիենտը։ Այլ խնդիր է, երբ նա ցանկություն չունի այդ ուղեգրով գալ։ Մշտապես այդ խնդիրը եղել է, մի քիչ աշխատանքային, այսպես ասած, կարգապահության, ես ասեմ, ինչ աշխատանքային մեխանիզմի անհասկանալի վիճակ մի ստեղծվել է հիվանդանոցի եւ պոլիկլինիկայի միջեւ։ Պոլիկլինիկան դժգոհում է հիվանդանոցից, հիվանդանոցը պոլիկլինիկայից։ Այստեղ ո՞րն է խնդիրը։ Իսկապես անպայման ուղեգիրը պարտադիր է, որպեսզի պացիենտը գա հասնի հիվանդանոց։ Ճիշտն ասած, անկախ ապահովագրությունից միշտ ասում են պոլիկլինիկաները, այսպես ասած, իրենցից հեռացնում են եւ ուղարկում են հիվանդանոց։ Ճիշտն ասած, նպատակ ունեի այդ թեմայով խոսել ձեր ստուդիայում, քանի որ ընդունարանի աշխատանքի հետ ինքս շատ առնչվում եմ եւ ականատես ենք լինում երբեմն անհարգի ուղեգրումների եւ եթե համընդհանուր ապահովագրության սկզբունքը այնպիսին է, որ հիվանդը պետք է դիմի տեղամասային պոլիկլինիկա ամբուլատորիա, զննվի ընտանեկան բժշկի կամ տեղամասային թերապևտի կողմից, ուղեգրվի ստացիոնար բուժման ցուցման դեպքում միայն։ Ուրեմն պացիենտները ինֆորմացիայի պակաս ունեն եւ շրջանցում են տեղամասային պոլիկլինիկան ամբուլատորիան, իրենց թվում է, որ եթե ուղղակի այսպես դիմում են անմիջապես հիվանդանոց,
ուրեմն համընդհանուր ապահովության սահմաններում նրանց ամբողջ բուժսպասարկումը պետք է լինի անվճար եւ նրանք պետք է ընդունվեն ստացիոնար բուժման առանց ուղեգրի։ Եթե ապահովագրության սկզբունքը դա է, որ պետք է ուղղորդվի տեղամասային պոլիկլինիկայի կողմից, ուրեմն պետք է համապատասխան հետազոտությունները, այն ծավալը, որը ի վիճակի է անել առաջնային օղակը, պետք է արվի, պետք է ցուցում ունենա եւ հիմնավոր լինի ուղեգրումները ստացիոնար։ Այդ դեպքում մենք մի քիչ խնդիր ենք ունենում այդ հիվանդներին մերժելիս։ Քանի որ երբեմն նրանք իրենց ցանկությամբ, հա, հիմա համընդհանուր ապահովության այդ հանգամանքը հաշվի առնելով դիմում են ուղիղ ընդունարան Գյումրի բժշկական կենտրոնի եւ երբ մենք ուղեգիր ենք պահանջում, դա բուժարոյի մոտ դժգոհություն է առաջացնում։ Մենք ունենք ապահովագրություն, մենք դիմել ենք, ունենք կարիք։ Եվ իհարկե այստեղ մեկ այլ խնդիր է նաև շտաբ բուժօգնությամբ դիմելու հանգամանքը։ Այսինքն շտաբ բուժօգնությամբ եթե եկեք առանձնացնենք այդ երկուսը։ Անվճար լինի։ Ոչ։ Այնինչ այդպիսի տրամաբանության են մոտենում մեր քաղաքացիները։ Շատ տեղին հարցադրում էր, մեր ժողովրդի մեջ կա արմատացած այդ միտքը, երևի դա շատ վաղուց է եղել, չեմ կարող ասել երբ, բայց կա նման միտք ու արմատացած այսպես կարծիք, որ եթե շտաբ բուժօգնության միջոցով են տեղափոխվել հիվանդանոց, ուրեմն նրանց բուժծառայությունը պետք է անվճար լինի, նրանց բոլոր հետազոտությունները պետք է անվճար լինեն։ Շտաբ օգնությունը դա մեքենան, բրիգադը հիվանդին, պացիենտին, ստացիոնար բուժման կարիք ունեցող հիվանդին, անհետաձգելի բուժօգնության կարիք ունեցող հիվանդին տեղափոխման ընդամենը միջոց է։ Շտաբ օգնության հիվանդանոց անհետաձգելի է ինքը, միշտ անհետաձգելի բուժօգնությունը շրջանակում չէ։ Այ ուզում եի դրան անդրադառնալ, որ եկեք տարբերակենք պոլիկլինիկայի կողմից ուղղորդված դեպքերը պլանային ստացիոնար բուժման կարիք ունեցող եւ լիովին այլ բան է, երբ որ հիվանդին տեղափոխում է շտաբ բուժօգնության բրիգադը։ Անհետաձգելի բուժօգնության կարիք ունեցող պացիենտները, դա երևի կհավաստի նաև մեր բժշկուհին Ավասարդյանը, այլ սկզբունքով են ստացիոնար բուժման ընդունվում։ Նման դեպքերում իհարկե անհարկի պոլիկլինիկայից ուղեգիր չի պահանջվում այդ հիվանդներին, նրանք տեղափոխվել են անհետաձգելի ցուցումով, այդ նույն սկզբունքով էլ անհետաձգելի ընդունվում են ստացիոնար բուժման։ Անհետաձգել եւ պլանային դրանց տարբերությունը եւ այս դեպքում պետության փոխհատուցումը ինչպես է լինում, անվճար, համավճար։ Անհետաձգելի դեպքերը, ինչպես բժշկուհին նշեց, կարող են դիմել եւ ինքնուրույն, եւ շտաբ օգնության միջոցով։ Դա խնդիր չի, այսինքն քաղաքացին ինքն է մոտենում եւ իր վիճակը անհետաձգել է, դե խնդիր մենք չի առաջանում։ Դիագնոզն է, ախտորոշումն է որոշում վիճակը հիվանդի եւ դրանից ելնելով, եթե դա անհետաձգելի է, ընդունարանում բժշկի կողմից գնահատվում է հիվանդի վիճակը եւ հիվանդը ընդունվում է ստացիոնար բուժման, եթե կարիքն ունի, կամ տեղում մեր ընդունարանում կազմակերպվում է բուժօգնությունը emergency շրջանակներում։ Իսկ պլանային դեպքերը դա այն դեպքերն են, որոնք միայն պոլիկլինիկայի միջոցով դիմում են իրենց ընտանեկան բժշկին, թերապևտին, մանկաբույժին, ինչ որ հիվանդություն է ախտորոշվում, որը ունի, եթե վիրահատական է, վիրահատական կարիք, ուրեմն պլանային դեպքով ուղեգրով հիվանդը դիմում է նախընտրած բուժկենտրոն։ Այս պահին Գյումրի բժշկական կենտրոնում կա պլանային դեպքերի եւ ընդհանուր, այսպես ասած, դիտարկում, թե ինչքան պլանային սպասարկում պիտի արվի ապահովագրության շրջանակներում, այսինքն մոտավոր կա այդ պատկերը։ Ստացիոնարի պահով մենք դեռ հեշտագրում չունենք, ընդունում ենք, բայց ամբուլատոր մասով, դժվարամատչելի հետազոտությունների մասով հեշտագրում ունենք։ Իհարկե շատ չէ, մեկ ամսվա կտրվածքով է, բայց դա էլ գալիս է մեծ դիմելիությունից, որովհետև մոտավորապես ասեմ ձեզ, մոտ 2000 լաբորատոր հետազոտություն է կատարվել 3 ամսում։ 3 ամսում 1500-ից ավել խորտատվություն է մասնագետների եւ այդ ծավալը եթե բաժանեք կպատկերացնեք ինչ հսկայական հոսք է եղել, ինչ ծանրաբեռնվածությունով են աշխատել մեր բժիշկները։ Բնականաբար պլանային դեպքերը առայժմ հնարավոր մենք կարողանում ենք սպասարկել
չգիտեմ, եթե ծավալները մեծանա, միգուցե եւ նաեւ պլանայինները կհեշտագրեն, բայց հիմա հնարավորն է մենք բոլորին սպասարկենք։ Այս լաբորատոր հետազոտությունները բոլորը ապահովագրության շրջանակներում։ Ոսկս միայն ես այս թվերը ապահովագրություն ունեցողների մասին էր։ Այս թվերը ունեցողների մասին էր, այո։ Այսինքն հավանաբար մինչ ապահովագրության ներդրումը սրա կեսն է հավանաբար եղել։ Տեսեք, այդ լաբորատոր հետազոտությունները բավականին մեծ ցանկ է իրեն մեջ ներկայացնում, սկսած սովորական այրան անալիզից վերջացրած ավելի մեծ բիոքիմիական եւ այլն անալիզներ, որոնք նախկինում արվել են այն ինչ որ հնարավորություն ունեցել պոլիկլինիկայում, դրանից դուրս վճարովի կամ այլ կերպի ունեցել են հնարավորություն չէ արդեն կապված հիվանդի հնարավորություններից։ Իսկ հիմա որ այդ անվճար տարբերակը կա, բազմաթիվ այդքան 2000-ից ավել մենք սպասարկում ենք ունեցել։ Դիմելությունը շատ է։ Մենք կարողանում ենք դժվարամատչի լինել առանձին է, դա էլ ավելի շատ։ Բժշկական կենտրոնի բժիշկները ինչպես, բայց պոլիկլինիկաներում մասնագետների հիմնական դժգոհությունը նաև այն է, որ իրենց բուն գործից խորհրդատվություն, հետազոտություն, ծառայություններ մատուցելու գործից իրենց է վերապահված տեխնիկական աշխատանք, արմեդի հետ աշխատել եւ այլն եւ այլն, եւ դրանից տուժում է սպասարկումը։ Այդ աշխատանքը մենք նույնպես անում ենք։ Դուք եք անում, ահա։ Անում ենք, հատկապես պետք է նշեմ, որ թերապևտիկ բաժանմունքը եւ Գյումրի կենտրոնում եւ մարզում եւ հանրապետությունում առաջի բաժանմունքն է մեր, ով ներդրել է էպիկրիզները արմեդ համակարգում տեղադրելու պիլոտ ծրագիրը։ Մենք դա հաջողությամբ իրականացրել ենք։ Մեր բոլոր բուժառուները իրենց էպիկրիզները կարողանում են տեսնել արմեդ համակարգում եւ այդ համակարգում ենք մենք հիմա տեղադրում էպիկրիզները։ Այսինքն կադրային խնդիր չունեք փաստորեն բաժանմունքում, մեր բոլոր ռեսուրսները տիրապետում են համակարգչային այդ հմտություններին եւ արմեդ համակարգում այդ ամեն ինչը տեղադրում են։ Դրա հետ կապված մենք բոլորս ներմուծում ենք մեր նշանակումները, անտիբիոտիկների էլեկտրոնային դեղատոմսերը, մենք նույնպես առնչվում ենք։ Միգուցե այդ ծավալով չէ, ինչպես առաջնային օղակում համաձայն եմ, բայց մենք էլ ենք արմեդ համակարգի հետ աշխատում։ Երևի առաջնային օղակի միանգամից հիվանդանոց ուղղորդելը նաև գալիս է ծավալներից եւ մասնագետների կոնցենտրատորների խնդրից։ Առաջնային օղակի ծանրաբեռնվածությունը մեր գոլեգաներից այսպես տեղեկացված ենք, որ շատ են ծանրաբեռնված, հերթերը շատ են, այնտեղ նույնպես այցերը գրանցելով են, բայց ծանրաբեռնվածության մի մասն էլ կապված է հսկական դեղորայքի տրամադրման հետ եւ եթե անդրադառնամ դրան, կասեմ, որ ահռելի ցուցակ է դեղորայքի, այսինքն հատուկ դեղորայքների կյանքի համար անհրաժեշտ, այսպես առաջին անհրաժեշտության ամբողջ դեղորայքը ներառված է այդ ցանկում։ Եվ այդ ցանկը եւ այդ դեղորայքի տրամադրումը հիվանդներին իհարկե շատ մեծ առավելություն է այդ հիվանդների համար, դա թույլ է տալիս նրանց կանոնավոր դեղորայքը օգտագործել, ստանալ անվճար։ Այո, այդ դեղորայք ձեռբերել ամսական ավելի շատ 65 եւ ավելի տարիքի մարդ։ Ես ամսական չէ, Հեղինե ջան, երամսյակային են տրամադրվում։ Երամսյակային, նույնիսկ որ այո։ Իսկ ամսական ինչքան է վճարվում պետությունը իրենց փոխարեն ինչքան է վճարում։ Ամսական ինչքան է նախատեսված դեղորայքների համար։ Որտե սահմանափակում չկա։ Դեղորայքը պոլիկլինիկաներն են տալիս։ Ես կարծում եմ դա մեծ առավելություն է բոլոր պացիենտների համար, կանոնավոր դեղորայքը ստանալ, առանց ընդհատումների բուժումը շարունակել։ Իհարկե այդ ամենը թույլ է տալիս նրանց սրացումներից խուսափել, դեկոմպենսացիաներից խուսափել, ժամանակին այդ դեղորայքը ստանալ եւ ընդունել։ Դա մեծ առավելություն եմ համարում, ահռելի ցանկ է, չգիտեմ ծանոթ եք թե չէ։ Ինչն է հետաքրքիր, որ դարձյալ այն բուժառները, ովքեր օգտվել են եւ առնչվել են ապահովագրությանը, նշում են, որ այն դեղորայքը, որը շատ թանկ արժեր եւ իրենց հասանելի չէր, այժմ ապահովագրության ծրագրի շրջանակներում իրենց նաեւ ցուցում են դա էլ ստանալ։ Այսինքն անգամ թանկ դեղորայքն է ապահովագրության շրջանակներում տրվում։ Օրինակ Գյումրի կենտրոնում, այսինքն բացառում եք հիվանդից դեղորայք ուզելը, այնինչ կար, այդպիսի սովորություն կար։
Ենթեղի օրենքը, որը տրամադրում է պոլիկլինիկան, դա տրամադրում է ընդհանուր հսկողության համար, այսինքն հիվանդը դա կարիք ունի, դա հիպերտոնիկ հիվանդ է, ճնշման դեղեր, սրտային քրոնիկ հիվանդությունների դեղերը, որոնք բնականաբար տարբեր գների էին, արժեքների, եւ հիմա այդ հնարավորություն ունեն, որ գնեն, հենց բժշկու ասած դա էր, որ հսկողությունը եթե լիարժեք լինի, դե առաջ գնելու խնդիրներ գումարի հետ կապված, հիմա այդ հնարավորությունը ստեղծվել է, եթե իրենք բարբերաբար իրենց տեղորայքը ստանան, ստացիոնար բուժման կարիքն էլ այդքան չի լինի։ Հիվանդները, որովհետև շատ ժամանակ տեղորայքը թանկ է, չենք ուզում քնել, խմել եւ վատ վիճակով հայտնվում էին ստացիոնարում։ Այդ հարցն էլ է, դա լուծում է այդ ապահովագրությունը, տեղորայքի տրամադրումը, նաեւ որ քրոնիկ հիվանդները կարողանան վերահսկվել նորմալ պոլիկլինիկաների կողմից եւ արդեն այդ հոսքը այդ կողմից դատարկ։ Շարունակ 65 եւ ավելի տարիքի անձանցից ենք խոսում, հորանալով նրանց, ովքեր դարձյալ ապահովագրության շրջանակներում են, որոշակի, այսպես ասեմ, վիճակագրություն կա, թե հիմնականում ինչպիսի հիվանդություններով են դիմում ու արդյոք դրանք երիտասարդացման տենդենսով են։ Այո, 65+-ից ենք խոսում, բայց կա խումբ երիտասարդների, աշխատողների, ովքեր աշխատավարձի չափից կապված նույնպես ներառված են այս համակարգում եւ իհարկե նրանց համար էլ է շատ երիտասարդներն էլ իրենց տարիքային խնդիրներն են, չէ, ուզում լուծել առողջական խնդիրները, դրանք կարող են լինել հենց ամբուլատոր, այսպես օղակի մակարդակով, խորհրդատվությունների մակարդակով։ Ավելի շատ շեշտը դնում է սկրինինգային, չէ՞, սկրինինգային եւ այսպես պրոֆիլակտիկ մի քիչ եւ այլն։ Իհարկե դրանք պետք է նույնպես հիմնավորված լինեն։ Երբեմն ցանկությունն էլ կա այս գործընթացի մեջ, երբ որ ուղղակի զուտ ցանկություն է, բայց դե պետք է ամեն մի հետազոտություն եւ անալիզ կլինի, դա դժվար մատչելի, կլինի դա լաբորատոր մատչելի հետազոտություն, միևնույն է պետք է հիմնավորված լինի, պետք է բժշկի կողմից ուղղորդված լինի, խորհրդատվություն անցնելուց հետո պետք է լինի։ Ուղղակի ցանկությունով համընդհանուր ապահովագրությունից օգտվել, դա նույնպես այդքան էլ ճիշտ չի այդ սկզբունքը, բայց երիտասարդներն էլ ունեն իրենց խնդիրները եւ տարիքային ուզում են լուծել, դրանք կլինեն ամբուլատոր ուղղակում վահանաձև գեղձի հետ կապված խնդիրներ, որոնք դարձյալ տեղորայքային միջամտություն եւ հետազոտություններ եւ հորմոնալ անալիզներ են պահանջում, կլինեն ռևմատիկ խնդիրներ, որոնք հիմա ավելի այսպես երիտասարդ տարիքից են սկսել անհանգստացնել, նյարդաբանական խնդիրներ, ինչու ոչ, իհարկե եւ բոլոր նրանք, ովքեր նաեւ տրավմաների, վիրահատությունների կամ սրտաբանական խնդիրներ են ունենում, նրանց նույնպես սա լուրջ հնարավորություն է այդ ամենը համընդհանուր ապահովագրության շրջանակներում բուժօգնությունը ստանալ եւ ինչու՞ չէ նաեւ էլի ֆինանսական բեռից խուսափել։ Լավ, եթե ինչքան շատ սպասարկես, այդքան ավելին կբարձրացվես այս սկզբունքով, եթե աշխատում են բուժաշխատողները, ապա դրանից բուժծառայության, բուժառույց սպասարկման ժամանակը չի կրճատվում, դրանից մենք որակ չենք կորցնում, այսինքն զննությունը, եթե ավելի երկար ժամանակ էր պահանջվում եք բուժառուի զննել մանրակրկիտ, հիմա ոնց որ կրճատվում է այդ ժամանակը։ Կա նման խնդիր, երբ որ հերթը ծանրաբեռնվածությունը ստիպում է բժշկին ավելի արագ աշխատել, ավելի արագ սպասարկել։ Իհարկե պահանջում է ավելի արագ կողմնորոշվել, ավելի արագ այդ ամենակազմակերպել, գրառումները կամ արմետ համակարգում աշխատանք ավելի արագ անել։ Բժիշկներ կան, իրոք կարող եմ ասել, որ սպառվում են։ Այո, սպառվում են, այդ խնդիրը կա։ Ինչու՞ չէ, ձեր ասած հանգամանքներ կարող է լինել բաց թողումներ, կարող են լինել թերացումներ։ Ծանրաբեռնված աշխատանքը, այո, կա այդ ռիսկը կա։ Ծառայությունների ծավալի ավելացման հետ մեկտեղ վճարման խնդիր չի լինում մի ժամանակ որոշակի բան կար, չէ, պետպատվերի շրջանակում, եթե գերազանցում էր, ավելի դժվար է, այսինքն որևէ սահմանափակում չկա, ինչքան ծառայություն մատուցում ես, այդքան պետությունը վճարում է։ Այս եռամսյակի ընթացքում դեռ նման բան չի եղել, ինչքան սպասարկվել է, ինչքան մենք մատուցել ենք ծառայություն, այդքանն է փոխհատուցվել։ Հիմա
ապահովագրության շրջանակը, ապահովագրությունը հնարավորություն է տվել լայն շրջանակների օգտվել անվճար բուժօգնությունից։ Ում համար են պետպատվերը եւ համավճարով բուժծառայությունը։ Հիմա ովքեր են օգտվում։ Համընդանուր ապահովագրության մեջ մտնում են հաշմանդամություն ունեցող անձինք, առաջի, երկրորդ, երրորդ եւ համարժեք ֆունկցիոնալության խանգարումներով նպաստառուները 28-ից բալ ավել ստացողները, 0-ից 18 տարեկան երեխաները, 200-ից ավել աշխատավարձ ստացող քաղաքացիները։ Մյուս խմբերը, որոնք նախկինում եւս օգտվել են, ելի են օգտվում պետպատվերից։ Ուղղակի նախկին ձևով են օգտվում, ոչ թե համընդհանուր ապահովության, բայց նույն ձևով ելի սպասարկում են։ Ամենաթանկ վիրահատությունը, որ այս 3 ամիսներին եղել է, ինչքան է արժեցել։ Եթե սրտաբանական ստենտավորումը հանենք, որտեղ այնտեղ ավելի եւ եթե հավասարազոր, քանի որ ստենտավորումը 1.280.000-ի գումար է, 3 ստենտի արժեքը, նմանատիպ գումար նաեւ վիրաբուժականում է։ Երևան տրավմաներներ նորից ունեք Երևանի կլինիկաներում նախընտրել ապահովագրության բուժում ստանալ։ Դա մնում է արդեն քաղաքացու ընտրությունն է, կուզենա ստանալ Երևանում, թե կնախընտրի Գյումրու հիվանդանոցներին։ Բաց ուղեգրով է, քանի որ տրամադրում են բաց ուղեգիրը, որ տրվում է, դա բաց է։ Դու ես նախընտրում Երևանի կլինիկայում կլինես, թե իհարկե, արդեն քաղաքացին ինքն է ընտրում, որ բուժ հիմնարկը առնետ համակարգում ամբողջ ցանկը կա, նաև բուժ հիմնարկների սպասարկող բուժ հիմնարկների ծառայությունների ցանկն է անգամ կա եւ կարող են ընտրել եւ արդեն որոշեն, որ ում մոտենան Երևան, թե Գյումրի։ Մանկական բաժանմունքում ինչ որ դիմելիության աճ կա, թե չկա։ Շահույթյան միշտ մանկական բուժծառայությունները եղել են անվճար, այսպես ասած, բայց հիմա ապահովագրության ներդրումով որոշակի փոփոխություն ունենք, թե չէ։ Ավելի շատ ունենք խոշտատվությունների բաշխով շատ։ Մեծ է դիմելիությունը խոշտատվության մանկական մասնագետներին, ունեն մանկական տրավմատոլոգի, մանկական երաշտաբանի, բավականին շատ մեծ հոսք է եղել 3 ամսվա ընթացքում խոշտատվությունների։ Իսկ հաճախումները եւ ստացիոնար բուժումը միշտ է եղել են, նաեւ գրում է սեզոնային բնույթ, որ հիմա էլի մեր մանկական բաժանմունքը ծանրաբեռնված աշխատում է։ Սեզոնային բնույթից խոսեցինք, սրանով էլ ավարտենք։ Այն շրջանը, որ սկսվում է վիրուսային հիվանդությունների տարածումը եւ նշում եմ, որ ավելի շատ են թոկաբորբով, հա, հիվանդները սկսվել է, կարծես թե չերել հանգել։ Իհարկե այս ամենի հետ մեկտեղ դիմելիության ավելացման հետ չպետք է մոռանանք, որ համընդհանուր ապահովագրության ներդնումը զուգադիպեց նաև սեզոնային պիկի հետ, մեր մոտ միշտ էլ սա սեզոնային պիկ է համարվում, այո, թոքաբորբերը շատացել են, սուր բրոնխիտները, վիրուսային բնույթի, ինֆեկցիոն բնույթի եւ վերջի 1 շաբաթը բաժանմունքում մի քիչ տենդենց ենք նկատում, որ երիտասարդ պացիենտներ են ծանր թոքաբորբերով դիմում, կարծես թե սա որևէ բացատրություն չունի, բացատրություն չունի, կարծես թե իմունային համակարգի հետ խնդիրներ չունեն, առողջական խնդիրներ չունեն, քրոնիկ հիվանդություններ չունեն եւ մի քանի օրում այդպես զարգացած ծանր թոքաբորբերով մի քանի պացիենտներ ունեցանք, դեռ այսպես դիտարկում ենք, ես ինքս դիտարկում եմ այսպես թե երիտասարդ պացիենտների իհարկե ավելի շատ դրան հակված են տարիքային, այսպես մեծահասակները, քրոնիկ խնդիրներ ունեցողները, այո, ռիսկային խումբը միշտ էլ վիրուսի առումով վտանգված է եւ ավելի հակվածություն կա, իմունային խնդիրներ կան, բայց այո, թոքաբորբերը շատացել են։ Կարծում եմ դեռ 1-2 ամիս ու մինչև օրերը կտականան։ Այսինքն միշտ թերապիայի բաժանմունքը մենք ամեն սեզոնի համար իրեն բնորոշ պացիենտների հոսքը ունենք, հիմա էլ գարուն է ալերգիկ հիվանդների հոսքը կսկսվի, հոդային խնդիրներով, այսպես պարբերաբար սրացումներով գալիս են, դիաբետիկներ, ովքեր իրենց լավ չեն հսկում եւ դեկոմպենսացիաներով գալիս են, դա ամբողջ տարին է, կարծես թե այսպես սեզոնայնություն չկա։ Մենք գրեթե միշտ ենք ծանրաբեռնված։ Շնորհակալ եմ։
Տեսանկյան հյուրերն էին Գյումրի բժշկական կենտրոնի պետական առողջապահական ծրագրերի համակարգման բաժնի պետ Նարինե Նավասարդյանը եւ Գյումրի բժշկական կենտրոնի թերապիայի բաժանմունքի վարիչ Լիլիթ Սարգսյանը։